Մասնագետները կարծում են, որ Արտաշես առաջինը Արտաշատ մայրաքաղաքը հիմնադրել է Քրիստոսից առաջ մոտ 185 թվականին։ Եվ ստացվում է մենք այժմ գտնվելով Արտաշատի ավարակների շրջակայքում, այն հատվածում, որտեղ եղել է պատմական Արտաշատ մայրաքաղաքը, հին աշխարհի ամենանշանավոր քաղաքներից մեկի տեղում ենք։ Արտաշես առաջինը Արտաշատ մայրաքաղաքը կառուցել է այն վայրում, որտեղ այսօր գտնվում է Խոր Վիրապի վանքը եւ հարակից բլուրներն են, հենց այս տեղանքում էլ եղել է այդ մայրաքաղաքը։ Պլուտարքոս պատմիչը, որ ազգությամբ հույն էր, բայց հռոմեական իրականության ներկայացուցիչ էր, նա ննութագրում է այդ ընտրությունը հետևյալ կերպ, որ իբրև թե Արտաշեսին օգնել է կարթագենացի զորավար Հաննիբալը ընտրելու վայրը եւ նախագծելու քաղաքը։ Հաննիբալի տեղեկությունը մյուս սկզբնաղբյուրներով չի հաստատվում, որ Հաննիբալը եղել է Հայաստանում եւ օգնել է Արտաշեսին, բայց նա ներկայացնում է, որ Հաննիբալը պարտվելով փաստորեն հռոմեացիներին հռոմեա-կարթագենյան պունիկյան կոչվող պատերազմներից հետո փախուստի է դիմում սելևկյանների մոտ, փորձում է օգնել Անտիոքոս III-ին, բայց Անտիոքոսի պարտությունից հետո սելևկյանները Հռոմին պարտվում են, նա իբրև գալիս է Հայաստան եւ քաղաքական ապաստան է գտնում եւ որոշում է իր ծառայություններն առաջարկել թագավորին եւ ընտրում է այս տեղանքը եւ որոշում այստեղ կառուցել այս քաղաքը։ Այս հիշատակության մեջ առավել հետաքրքրական է այն, որ փաստորեն Պլուտարքոսը նույնիսկ, որ բացարձակապես աչքի չէր ընկնում հայերի նկատմամբ համակրանքով եւ փորձում էր սովորաբար ծաղրել Հայաստանը, նա նշում է, որ քաղաքը կառուցվել է նախապես կազմված հատակագծով։ Եվ սա իհարկե հաստատում է նաև հնագիտական աշխատանքների արդյունքներով։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։